եք եղել։ Դուք իսկապես կարծում եք, որ Հայաստանում արդարադատություն իրականացվում է։ Այո։ 4 ժամվա մեջ 4 մարդու կյանք է խլում, լինելով ԱՆԶՔՊ անդամ, ինչպես ինքն է բոլորին ասել, անմեղսունակ է ճանաչվում եւ այսօր բուժում է ստանում 4 ժամվա մեջ 4 մարդ։ Իսկ մեր իշխանությունները եւ մեր իրավապահ համակարգը պարոն Քոչարյան զբաղված է եկեղեցականներին կանոնավորելով եւ եկեղեցիում արդարադատություն իրականացնելով։ Միայն եկեղեցին է, որ պետք է արդարադատություն իրականացնի։ Ես ձեր նշված դեպքից ընդհանրապես ոչ մի տեղեկություն չունեմ, դրա համար չեմ կարող մեկնաբանել։ Նիկոլ Փաշինյանը ասում էր, ներողություն եմ խնդրում, Նիկոլ Փաշինյանը ասում էր չկա դատավոր, որ իմ ասածը չանի, նրանք հիմա պատերի տակ վնգստում են։ Նիկոլ Փաշինյանն էր ասում վնգստացող դատավորների մասին։ Միգուցե իմ հարցը կոպիտ հնչի պարոն Քոչարյան, բայց երբևիցե դուք վնգստացել եք։ Ոչ։ Իսկ երբևիցե իր ասածը արել եք, ինքը ասում է չկա դատավոր, որ իմ ասածը չանի։ Ոչ։ Ուրեմն բան է փոխվել, այսինքն ինքը առանց ասելու դուք անում եք Ինձ թվում է շատ բան է փոխվել եւ այսօր նաեւ նույն պարոն վարչապետը մատնանշեց, ասաց, որ տարիներ շարունակ, երբ որ ստացել է քաղաքացիներից բողոքներ, 70%-ը վերաբերել են դատական իշխանության թերություններին, խնդիրներին, հիմա այդ իրավիճակը չէ եւ քաղաքացիները այլ խնդիրներ են մատնանշում։ Դա միգուցե փոքր, բայց ինչ որ չափանիշ է այն իմաստով, որ մենք արդարադատության ոլորտում ունենք որոշակի առաջընթաց, ինչը նաև ներկայացրած բարձրագույն դատական խորհրդի ուրեմն վիճակագրությունից որոշակի ոլորտներում նույնպես նման առաջընթաց ունենք կապված ուրեմն քաղաքացիական դատարաններում ծանրաբեռվածության քչացմանը, բայց նաև խնդիրը մնում է ձեր կողմից նշված քրեական արդարադատության ոլորտում, վարչական արդարադատության։ Սա գործընթաց է եւ արդարադատության պատշաճ իրականացումը դա ինձ թվում է մշտական գոյություն ունեցող խնդիր է, անգամ այսպես կոչված զարգացած պետությունների պարագայում եւ այստեղ ընդհանրապես պետք է շարունակական աշխատանք եւ ջանքեր։ Այսքանը շնորհակալություն։ Հոգեվորականների նկատմամբ քրեական գործերը չեք